Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր իմ հյուրն է ամերիկյան համալսարանի ֆիզիկական կրթության դասախոս, յոգայի ուսուցիչ Սվետլանա Ավագյանը։ Բարի երեկո, սիրելի Սվետլանա։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն հրավերի համար, Լուիզա ջան։ Սվետլանա, երբ որ ուսումնասիրում եմ ձեր գործունեությունը, ձեր կենսագրությունը, շատ հետաքրքիր փուլեր կան, առաջին հայացքից իրարից շատ տարբերվող, բայց միգուցե դուք այսօր մեզ կապացուցեք, որ կապ ունեն միասին, եւ այսպես Սվետլանա Ավագյանը ավարտում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, մասնագիտությամբ կիբեռնետիկ եք։ Այո, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծող։ Ահա, խնդրեմ, նախագծող։ Այսօր զբաղվում է յոգայով, ամերիկյան համալսարանում դասավանդում է ֆիզիկական կրթություն եւ Լուիս յոգա ստուդիոյի հիմնադիրն է։ Եվ նաեւ կինեզիոլոգ եմ։ Ահա, խնդրեմ, հիմա մի հատ բացատրեք մեզ, ինչպես է ստացվում, որ ինժեները այդքան լուրջ ինժեներական կրթություն ստանալուց հետո մագիստրոսն էլ ունեք։ Մագիստրոսն էլ ունեմ, 13 տարվա նաև մասնագիտական աշխատանքային փորձ ունեմ եւ senior application engineer եմ համարվում։ Այսօր ինչու յոգա, ինչու ֆիզիկական կրթություն։ Ինքս անցել եմ մասնագիտական այդ բարդ փուլերով, երբ քեզ դժվար է մի տեղում նստել եւ հասկանալ ի վերջո ամբողջ կյանքդ անցնելու է համակարգչի առաջ, նույն դիրքով նստած եւ այլն, ու երբ առաջին անգամ յոգայի դասին գնացի, հիշեցի այն բերկրանքը, որ ես ինքս ինձ հետ ունենում եի, երբ վերմակի տակ ծածկվում էի ու խոսում էի Աստծո հետ, օրինակ, կամ Աստծո հետ չասենք, բայց գիտեք ինքդ քեզ հետ խոսում ես ու քո բոլոր երազանքները գիտես։ Այ առաջին անգամ նմանատիպ մեծ հաճույք ունեցել եմ, երբ լողավազանում լողում էի, ամբողջությամբ ընկղմվելով ջրի մեջ ու ինքս ինձ հետ լինելով, կարծես անջատելով բոլոր զգայարանները, նմանատիպ մի էֆեկտի նաև հասել եմ իմ ամենաառաջին յոգայի դասին, երբ բոլոր մկաններս այնպես էին աշխատել, բոլոր հոդերս այնպես էին ծալվել, որ մինչ այդ չէին ծալվել եւ վերջում անպայման յոգայի դասի ավարտին ունենք մի փուլ, որը ամբողջությամբ մարմինը հանգստացնելու մասին է։ Կոչվում է ննջեթալի դիրք, շավասանը։ Դիրքի ամբողջ նպատակը այն է, որ դու փորձես կտրուկ բոլոր մկաններդ ռելաքս անես, թուլացնես, բոլոր մկանները հանգստացնելով, հենց կոնկրետ հանգստացնելով։ Մենք հնարավորություն ենք տալիս զգալ, որ հատվածում ունենք լարվածություն, միայն այդ հատվածում, կամ կարգավորել մեր շնչառությունը, միայն այդ դիրքում մենք հնարավորություն ենք մեզ տալիս ընկղմվել ու դառնալ հողի հետ մեկ։ Պատկերացնեք, ոչ թե պայքարել, ոչ թե ղեկավարել, ոչ թե փորձել ինչ-որ վերջույթ շարժել, այլ պարզապես տրվել։ Այ իրականում եթե հենց հիմա ձեզ էլ հարցնեմ, Լուիզա, հնարավոր է ընդհանրապես տրվել։ Այդ տրվելը միայն հնարավոր էր ինձ համար կոնկրետ կյանքում առաջին անգամ, ես հիշում եմ ինձ տրված այդ պահին, երբ ամբողջությամբ ընկղմված էի, հենց հողին տրված էի, գրավիտացիային տրված էի եւ զգում էի ինձ մեկ, կարծես ուղղակի ձուլվես իրականության հետ, գոյության հետ։ Այ դա հենց առաջին այդ զգացողությունն էր, որ ունեի։ Դուք այդ օրը որոշեցիք, որ ինքներդ յոգայով զբաղվեք։ Երբեք չեմ որոշել հենց այդ օրը եւ նույնիսկ նպատակ չեմ ունեցել մասնագիտական իմ կարիերան թողել եւ դառնալ յոգայի մասնագետ կամ ստուդիաներ հիմնել, բայց այնպես ստացվեց, որ առաջին անգամ փոխարինեցի մեր ուսուցչին եւ տեսա, որ մարդիկ կարիք ունեն, նաեւ իմ մեթոդը ունեի, սիրում էի շտկել, քանի որ ֆիզիկայից եւ մաթեմատիկայից լավ կրթություն ունեի եւ նաեւ պոլիտեխնիկում սովորելիս, պոլիտեխնիկա ասեմ ոչինչ։ Այո, իհարկե։ Պոլիտեխնիկում սովորելիս ամենասիրելի առարկան եղել է ճարտարագիտական գրաֆիկան։ Շատ էի սիրում հաշվարկներով գծել, հստակ գծերը տանել։ Երկրաչափությունը եւ մասնավորապես ճարտարագիտական գրաֆիկան ամենասիրելի առարկաներն էին,
Այսինքն սիրում էի դիրքերի մեջ շտկելը, աչքս միշտ բռնում էր այն, որ այստեղ ասիմետրիա կա, պետք է այսպես անել, որ սիմետրիա լինի։ Մինչև այսօր իմ աչքը տեսնում է ասիմետրիան, որպեսզի շտկենք։ Տեսեք, մենք բոլորս ունենք երկու աչք, երկու քթանցք, շրթունքները աջ եւ ձախ կողմ, աջ հայտ ձախ հայտ, աջ հոնք ձախ հոնք, աջ ականջ ձախ ականջ, աջ ձեռք ձախ ձեռք, չէ՞։ Այդ կենտրոնից աջ եւ ձախ հետ առաջ, վերև ներքև եւ կողքեր, դե արդեն դա ասացի։ Մենք պետք է լինենք կենտրոնում։ Յոգայի հմայքը ինձ համար որն էր, որ ես առաջին անգամ զգացի, որ ես կարող եմ կենտրոնում լինել։ Ես տեսա, որ ես էլ ունեմ ասիմետրիա։ Մինչ այդ չէի զգում այդ ասիմետրիան, բայց հենց այդ վարժանքների ժամանակ ինքը զգացի, որ ես ունեմ ասիմետրիա։ Ու երբ դու դա տեսնում ես քո մեջ, դու դա կարող ես նաև տեսնել դիմացինի մեջ։ Իրական մեր խնդիրները գալիս են նրանից, որ մենք այդ կենտրոնից շեղվում ենք կամ աջ կամ ձախ։ Տեսեք, նույնիսկ եթե բարդ յոգական բառերը մի կողմ դնենք, պարզ ֆիզիկայի օրենքով մենք բոլորս անկման մեջ ենք։ Եվ մարդը տարբերվում է բոլոր մնացած կենդանիներից նրանով, որ նա ուղող ռեֆլեքսի շնորհիվ հնարավորություն ունի ուղիղ կանգնել։ Բայց այդ ուղիղ կանգնելը մի որոշ ժամանակ է տևում։ Ինչու՞, որովհետև մեր մկանները բոլոր կողմերից տրիդ է, օգնում են, որ մենք կանգնենք ուղիղ կենտրոնում, թե չէ անընդհատ գրավիտացիան երկրագնդի մեզ ստիպելու է, որ մենք առաջ ընկնենք եւ կենդանիներն մենք չորեքթաթ գնանք։ Բայց ինչ որ պահից սկսած, 1 տարեկանից սկսած մենք որոշում ենք ուղիղ կանգնել եւ գնալ առաջ։ Իսկ դու գիտեք, որ գենետիկայով մեր գեները եւ շիմպանզեի գեները 98.9% նույնն են։ Ընդամենը 2 գեն կա, 2 գեն, որը տարբերվում է, մուտացիայի է ենթարկվել եւ դարձել է շիմպանզեն մարդ։ Եվ այդ երկու գեների առաջինը դա մեր լեզուն է, իդեպ լեզուն այդ տեսանկյունից շատ կարևոր է ուղող ռեֆլեքսը պահելու համար, որտեղ մենք կարողանում ենք խոսել, մեր քունքստորին ծնոտային հոդը այնքանով զարգացած է, մեր լեզուն այնքան մեծ է, ոչ միայն այս հատվածում, այլ հենց այս հատվածում։ Եվ որի շնորհիվ եւ նաեւ ճակատը, հա, այսինքն ֆրոնտալ կորտեքս ուղեղի կեղևը այնքանով զարգացած է, որ մենք հնարավորություն ունենք, որպեսզի կարողանանք ավելի լավ գոյություն ունենալ եւ գազաները մեզ չուտեն, մենք հնարավորություն ենք ունեցել ուղիղ կանգնել եւ ռուդիմենտ դարձնել պոչը, թաթերը դարձնել ավելի փոքր եւ ակտիվ, որպեսզի ավելի լավ վազենք, ձեռքերը ավելի հմուտ, որպեսզի լեզուն լավ աշխատի եւ ուղեղի կեղևը լավ աշխատի։ Եվ այդպես, այդ ամեն ինչը պատկերացնում եք մեկ յոգայի դասը, ինձ ստիպել է, որ նաև ես այս նմանատիպ բաների մեջ ավելի խորանամ եւ ուսումնասիրեմ։ Մինչ օրս ես նպատակ չեմ ունեցել դասավանդել, այդպես ստացվել է։ Նպատակ չեմ ունեցել յոգայի ստուդիա հիմնել, այդպես ստացվել է։ Բայց հիմա դու գոհ եք ստացվածից։ Միակ բանը, որ անդադ հիշում եմ, ինչ շատ էի ուզում, դա երեխա ունենալն էր, փոքր տարիքից, 5 տարեկանից ես ինձ հիշում եմ, որ ես ուզում էի ընտանիք ունենալ եւ շատ երեխաներ։ Եվ դա ամենադժվար երևի թե ամենաուշ իրականացած երազանքս էր։ Բայց հիմա փաստորեն ձեզ մոտ, ձեր ստուդիայում, Սվետլանա, ոչ միայն դեն սովորական ասեմ, այսպես յոգա չի, այլ նաև հղիների խմբեր եւ տարեց մարդկանց խմբեր, որ ամեն տեղ չի, որ դա կա, չէ, այդպես է։ Հիմա ինչ է սպეციფიկ խմբերը եւ հղիների հետ աշխատելը, դա ինչ էր, այդ մայրության երազանքներ ձեր, որ փորձում եք նաև օգնել մյուս կանանց այդ երազանքին ավելի հեշտ եւ ճիշտ հասնելու, ինչ է դա։ Ինքան լավ եմ հիշում, չեք հավատա, Լուիզա, բայց հղիների յոգան եւս շատ պատահաբար է ստացվել։ Այն աղջիկը, որ ինձ մոտ գալիս էր պարզապես սովորական յոգայի դասերի, երբ յոգայի ստուդիան հիմնեցի, ինքը ասաց, գիտես, ես հղիացել եմ, բայց ես ոչ մեկի մոտ չեմ ուզում գնալ եւ միայն քո մոտ եմ ուզում մնալ։ Լինելով պերֆեկցիոնիստ, ես հասկացա, որ այո, ես քո հետ կարող եմ այդ ամենը անել։ Իդեպ այդ աղջիկը հիմա իմ գոլեգան է ամերիկյան համալսարանում, բայց ասեցի ես ինձ պետք է, եթե ես ուզում եմ ուրիշներին եւս օգնել, ինձ համար անչափ կարեւոր է, որ ես մասնագիտական վերապատրաստում եւս անցնեմ։ Շատ նրբություններ կան, որ հղիների հետ պետք է իմանալ։
այ հենց հղիների հետ աշխատանքը եւ կանանց հետ ծննդաբերական շրջանում օգնելու ցանկությունը եւ կարեւորությունը ինձ ստիպեցին, մղեցին, որ ես նաեւ դառնամ կինեզիոլոգ։ Դա այնպիսի աշխատանք է, որը մշտապես քեզ գալիս է, դու չես կարող ուղղակի հետ կանգնել, դու երբ հասկանում ես, որ դու այստեղ կարող ես օգնել, այ հղին եւս գալիս է այդ շրջանում ինձ մոտ, որտեվ գիտի, զգում է, որ ես իրեն կարող եմ օգտակար լինել։ Հղիները պաշտպանված են։ Մենք սիրում ենք հղիներին, մենք բոլորս հասկանում ենք, որ հղիներին պետք է փայփայենք, բայց ահա այն կանանց, որոնք հենց նոր ծննդաբերել են, շատ քիչ ենք մտածում այդ կանանց մասին։ Էլ ավելի մեծ ուշադրություն եւ հոգատարություն պետք է ցուցաբերենք հենց այդ կանանց։ Եվ դրա համար եւս մեկ մասնագիտություն սովորեցի, դա էլ դուլան է, կնոջը օգնող կին։ Այդ մասնագիտության մասին, Սվետլանա, խնդրում եմ այդ դրա մասին անպայման պետք է խոսենք, որովհետև ճիշտն ասած այդ մասնագիտությունը հայկական իրականության մեջ նորություն է, նույնիսկ ես վստահ եմ, որ հիմա այդ դուլա բառը շատ մարդիկ չգիտեն, որ գոյություն ունի տենց մասնագիտություն, դա ծննդօգնող, իրականում ոչ միայն ծննդօգնող է, ծննդօգնող նաև կնոջը օգնող կին, այդպես ասենք։ Մեր հին հայկական տատմերն է, էլի։ Տատմերն է, այո։ Որ դարձել է այսօր դուլա։ Այո, տատմեր։ Սվետլանա ջան, ուզում եմ, որ մի փոքր խոսեք, ինչպես այդ մասնագիտությունը հայ իրականությունը ընդունեց իսկապես, որովհետև դա ինչ է, դուք օգնում եք կնոջը հղի շրջանում, իրավունք ունեք կամ կարող եք մասնակցել նրա ծննդաբերությանը եւ աջակցություն այո, ցուցաբերել այդ ժամանակ նույնպես։ Ես վստահ եմ, որ հիմա բազմաթիվ հեռուստադիտողների մոտ, ովքեր չգիտեն այդ մասնագիտության կամ նման կանանց մասին, հիմա կասեն, ուրեմն այդ ծննդաբերական բլոկում գտնվող բժիշկները, բուժքույրերը եւ այլն այդ քանակի ինչ է ստացվում, որ նաեւ կա ինչ որ մի մարդու օգնության կարիք։ Ինչով է զբաղվում դուլան այսօր եւ ինչով է տարբերվում նրա արած աշխատանքը օրինակ բժշկի, բուժքրոջ աշխատանքից։ Դուլան այդ process-ում։ Դուլան ծննդաբերող կնոջ կյանքում դա մամա է։ Մաման գեր էմոցիոնալ կապ ունի աղջկա հետ, որը նոր ծննդաբերում է։ Դուլան էմոցիոնալ կապ ունի, բայց այդ էմոցիոնալ կապը նաև կառավարելի է եւ իր էմոցիաները անձնական թույլ չեն տալիս, որ նա անցնի հիստերիայի։ Մամաների մոտ դա կլինի։ Սովորաբար լինում է, այսինքն սովորաբար մայրերը մի փոքր ավելի չեն կարող դիմանալ երբեմն նաև իրենց երեխային երբ տեսնեն, որ այդ երկունքի ցավերի մեջ գուցե լինեն, կամ ասեն, «Էլ չեմ դիմանում», ինքը կարող է սիրտը չդիմանա եւ ասի, «Չէ, չես կարող», կամ քույրը, կամ ընկերուհին։ Սովորաբար նման մարդիկ այդ սառնասրտությունը կամ ոնց ասեմ, սթափություն, եկեք սթափություն բառը օգտագործենք, սթափությունը չեն ունենում, հա, եւ կարող են իրենց կորցնել։ Իմ տարբերությունը նմանատիպ մարդկանցից նրանում է, որ որոշակի ձևով ունենալով բազա, արդեն փորձ, հասկանում ես, այստեղ ինչ տեսակ օգնություն է հարկավոր, այ հենց հիմա երկունքի ցավերում գտնվող կնոջը։ Իմ օգնությունը ծննդաբերող կնոջը տվյալ պահին, որտեղ կարող եմ նաև հետծննդաբերական շրջանում լինել, իրեն ասել հանգստացի, ես քո հետ եմ, ձեռքը բռնել, ձեռքը ճակատին դնել, ձեռքը դնել ծոծրակին, ձեռքը դնել կոնքին, իրեն հիշացնել, որ տես դու շունչ ունես, մի քանի ցավել ու վերջ, երեխան ծնվելու է։ Բոլոր աղջիկները հենց այսօր, հենց հիմա մի պատկերացում ունեն, որ ծննդաբերելը ահավոր բան է, որովհետև ինչ որ լսել են, ինչ որ բաներ են լսել։ Մինչդեռ իրականում իրենք բացարձակ տեղեկություն չունեն ինչ է ծննդաբերությունը։ Ծննդաբերությունը անverջ ցավ չէ, եթե հիշեք։ Դա փուլերով ընթացող process է, որը քեզ հետս հետե քայլ առ քայլ մոտեցնում է երեխային։ Երեխան, երբ կոնքի մեջ մտնում է, պարուրաձև, այսինքն սպիրալով, պտույտ կատարելով դուրս է գալիս այդ անցքից։ Պատկերացնում եք, եւ այդ ընթացքում
Ինչքան հատկապես այնտեղ մի հատված կա, որը ամենաբարդ անցնող հատվածն է, ցայլոսկրից, որ անցնում է, հեսա պետք է այդ դեմքը, որ այսպես դուրս է հանում։ Այդ ժամանակ իր տեսանկյունից ամենանեղ եւ ամենաստրեսային հատվածն է եւ հենց այդ հատվածում կնոջը պետք է անպայման ասել այս վերջն է։ Ու հենց այդ մասը գուցե արդեն մոռացել եք, նաեւ ձեր ծննդաբերություններից, բայց հենց այդ պահը անցնում է, քեզ թվում է վերջ, աշխարհը արդեն հիասքանչ է եւ ամեն ինչ անցել է։ Հենց այդ պահի համար, այդ մի պիկի համար, որ կնոջ կողքին ես, ու ասում ես տեսար, որ ասում էի հեշտ է։ Հենց այդ պահը, որ անցնում է, դու այլևս երջանիկ մոր ես տեսնում։ Տեսեք, երեխայի կյանքում նորից հոգե ֆիզիոլոգիայից եւ էպիգենետիկայից նայելով երեխայի կյանքում առաջին 6 ամիսը սուպեր կարևոր է, որ նա բացարձակ ստրես չտանի։ Եթե երեխան ստրեսը երեխայի համար, դա շոշափելիքի զգայարանն է, այսինքն նա պետք է գրկված լինի։ Եթե առաջի 6 ժամերի ընթացքում երեխան չի գրկվում մոր կողմից, ապա դա նրա կյանքում այլևս մշտական մնացող հետք է ունենալու ուղեղի զարգացման եւ ընդհանրապես ամբողջ մարմնի զարգացման տեսանկյունից։ Հիմա որպես ծննդօգնող կին իմանալով այդ ամենը, ինձ համար կարևոր է նույնիսկ եթե ես չեմ մասնակցում նրանց հետ, նրանց նախապատրաստել, որ հանգստացի, ժամանակավոր է։ Եթե լինես քո շնչառության հետ, այդ ստրեսը եւս դու ինքդ քիչ կունենաս եւ դա կփոխանցես երեխային։ Դիցուկ ես պատրաստվում եմ գնալ կեսային հատման, որից հետո ինչ որ ժամանակ ես իմ երեխային չեմ տեսնելու։ Միայն իդեպ Հայաստանում, ուրիշ երկրներում նմանատիպ փորձ չկա։ Միշտ ծննդօգնող ծննդաբերող կինը իր երեխայի հետ միշտ իրար հետ են լինում, նույնիսկ եթե դա կեսային հատում է։ Հայաստանում միայն չգիտես ինչի, տենց ընդունված է, որ նույնիսկ կեսային հատումներից հետո երեխային վերցնում են եւ տանում են 6 ժամ, 12 ժամ, մամային չի տեսնում։ Մեզ համար անչափ կարևոր է, որ նույնիսկ հենց հիմա ծննդաբերող կինը, եթե նույնիսկ դա կեսային հատում է, իր երեխային ասի՝ սիրելիս, այսքան ժամ հետո ես քո հետ եմ լինելու, ես քեզ գրկելու եմ, քո հետ են լինելու այսպիսի լավ կանայք, քեզ հետ են լինելու նմանատիպ բժիշկներ, իրենք շատ լավն են, քեզ հոգատար են լինելու։ Մենք եթե բարձրաձայն դա ասենք, այդ խոսքերը ինքներս մեզ ենք իրականում ասում, մեր օրգանիզմը եւս կորտիզոլ հորմոնը չի արտադրի, ստրեսի հորմոնը չի արտադրի եւ երեխային փափուկ ծննդաբերություն կարող ենք ապահովել։ Սվետլանա, դուք այդ դուլա դառնալու համար հատուկ կրթություն եք ստացել։ Այո, անպայման։ Ինչպես է այդ կրթությունը տեղի ունենում, որտեղ են սովորեցնում դուլա դառնալ։ Ինձ սովորեցրել են Լատինական Ամերիկայից, Կոլումբիայից 3 կանայք, որոնք եթե գիտեք Լատինական Ամերիկայում շատ են տանը ծննդաբերություններ իրականացնում։ Իսկ ընդհանրապես Ամերիկայում էլ դա շատ ընդունված է դուլաների մեծ դպրոց կա եւ Լատինական Ամերիկայի հենց մասնավորապես Կոլումբիայի դպրոցի հիմնադիրներից մեկը Ալեհանդրան ինձ սովորացրել է ինչպես կնոջը օգնել։ Տեսեք, այնտեղ մերսումների տեսքով կա հենց այդ process-ները, որտեղ ինչպես կարող ես օգնել, ինչ մանիպուլյացիաներ անել, հետծննդաբերական շրջանում ինչպես օգնել, ինչպիսի դեղաբույսերով օգնել, որ նաև նախապատրաստենք, ինչպես անենք, որ ծննդաբերությունը ավելի հեշտ լինի, նախապատրաստենք վզիկը ծննդաբերության, արգանդի վզիկը, ինչպես անենք, որ կնոջը թեթև լինի, ինչու այս պահին կնոջը այս դիրքն է հարկավոր, մյուս պահին այլ դիրք, եթե երեխան պտտված է փորիկի մեջ, այսինքն գլխով վեր է, ինչպես անենք, ինչպես օգնենք, որ կնոջը օգնենք, որ նա գնա, ինչպիսի մերսումներ են նրան հարկավոր, ինչպես անենք, որ այտուցները իջնեն։ Այդ կրթությունը բժշկական է համարվում։ Այդ կրթությունը հարբժշկական, իհարկե, հարբժշկական մասնագիտությունների մեջ է մտնում, հարբժշկական մասնագիտությունների եւ քանի որ ես ունեմ նաեւ յոգայի մարզիչի, յոգայի ուսուցչի որակավորում եւ տարիներով այդ մասնագիտությունը ինքս թրծել եմ եւ ինքս նաեւ հիմա վերապատրաստում եմ յոգայի մարզիչներ, բնական է դա այդ ամենաշատ հեշտությամբ կարողանում եմ հասկանալ, նաեւ մարդու ֆիզիոլոգիան, անատոմիան, նեյրոֆիզիոլոգիան հասկանալը եւս անչափ կարեւոր է նմանատիպ process-ներում։
Սվետլանա, դուք հավատացյալ եք։ Ես հավատացյալ եմ։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, կնքված եմ, 7 տարեկան կնքվել եմ 91 թվականին, որովհետև մինչ այդ սովետական միության ժամանակ այդքան հեշտ չէր կնքվելը եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մայրս եւ հայրս ինձ տվել են կնքվելու հնարավորություն, բայց դա բացարձակապես չի խանգարում ինձ լինել նաև յոգայի որակավորված մարզիչ։ Ես Սվետլանա այդ հարցը պատահական չտվեցի, որովհետև գիտենք, որ մեկ-մեկ այսպիսի հակասություններ լինում են եւ մեր հոգեվորականներից կան հոգեվորականներ, ովքեր ասում են, որ քրիստոնեական գաղափարախոսությունը հակասում է յոգայի գաղափարախոսությանը։ Ես լսել եմ նույնիսկ հոգեվորականներ, որ ասել են, բա յոգան աղանդ է, էլի ինչ է, իհարկե դեմ է, բայց դուք էլ գիտեք, ես ձեր հարցազրույցներից մեկը լսեցի, դուք ասեցիք, որ կան շատ մոլորված մարդիկ նաև կյանքում եւ կարեւորը նա է, որ հանգարց չհանդիպեն այնպիսի մարդկանց, որ յոգայի անվան տակ ուղեղի լվացումներ անեն մարդկանց։ Հիմա ոնց հասկանանք այս պահը ի վերջո ինչ է յոգան, ինչու է ինքը դեմ, ինչու է քրիստոնեական գաղափարախոսությունը դեմ յոգայի գաղափարախոսությանը, հետո ասում եք Վլադիմիր Վիսոցկին է յոգ եղել, Էյնշտեյնն է յոգ եղել, ձեր հարցազրույցներից մեկը լսեցի, հիմա ասում եք Վիսոցկին դա ժամանակին եւ հիմա էլ իմ ամենասիրելի երգիչն է, նրա այդ ուտրինյե գիմնաստիկը երգը հիշեցի, ասում եմ կարող է այս լրիվ յոգայի շարժումներ էր։ Շատ հետաքրքիր բան եք ասում, ընդհանրապես յոգան, որպես այդպեսին եթե վերցնենք, ինքը գիտություն է, հենց կոնկրետ գիտություն է, իսկապես գիտություն է, որտեղ բառ գրված է բանաձևերով, ինչպես պետք է անել այս դեպքում, հա, իսկ նկարագրությունները вдох глубокий, руки шире, не спешите 3-4։ Գիտություն է հենց նրա մասին, որ պետք է տիրապետել մտքի ելևէջներին ու վերջ։ Հիմա մեր ամբողջ մարմնում ամենագլխավորը որ մասն է 1950-ական թվականներին մի հայտնի ռուս գիտնական կար ֆիզիոլոգ, որը բացահայտեց թերևս ամենակարևոր օրենքը, որից հետո բավականին փոխվեց նաև բժշկության զարգացումը եւ նաև ընդհանրապես նեյրոֆիզիոլոգիայի զարգացումը։ Դա այն օրենքն էր, երբ նա ապացուցեց գործի վրա փորձը դնելով, որ հասկացանք, որ վերևի նյարդային համակարգերը, այսինքն ավելի բարձր նյարդային համակարգերը կառավարում են ավելի ստորադաս գտնվող նյարդային համակարգերին։ Մարդու նյարդային համակարգը ամենազարգացածն է եւ ամենազարգացածը մեր ամբողջ մարմնի մեջ ուղեղի։ Դա մեր ուղեղի կեղևն է, ֆրոնտալ կորտեքսը, հա, ճակատային հատվածը։ Ու դա է որոշում, այսինքն մեր գաղափարն է որոշում, թե ինչպես է մեր ամբողջ մարմինը աշխատում։ Խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ գաղափար չունեն։ Գիտեք, հիմա հատկապես շատ ընտանիքներում հայրիկներ չկան, որտեղ ընտանիքի գաղափարը հայրիկն է։ Շատ ընտանիքներում կան հայրիկներ, բայց հայրիկները այդքան էլ հարգված չեն, ընդունված չեն եւ երեխան հատկապես երբ նմանատիպ կռիվներով ընտանիքներում մեծանում է, ես հերվից եմ գալիս էլ որ հասկանանք, եւս կարող է անգաղափար լինել։ Ընդհանրապես ընտանիքում խավորի գաղափարը ինչով է եկել։ Եկեք հենց հիմա հասկանանք մենք արդյոք իսկապես նաեւ լավ քրիստոնյաներ ենք էլի ընտանիքում։ Խավորը մի քանի խավոր, այսինքն գլխի, չէ, թագավոր, չէ։ Այսինքն ավելի բարձր, ամենագլխավոր խավորը դա թագավորն էր։ Խավորը այն մարդն է, որը ավելի բարձր է, ընտանիքի գաղափարը տվողն է, այսինքն մի մարդ է, որը հոգևոր զարգացումը ամբողջ ընտանիքի տանում է առաջ։ Բայց եկեք տեսնենք այսօր մեր հասարակության մեջ ինչպես են ընտրում խավորներին։ Ընտրում են խավորին այնպես, որ նա լինի ավելի հարուստ։ Այսինքն հիմա մեր գաղափարը ընդհանրապես քրիստոնեական չի գնում։ Մենք այսօր հենց լսում ենք, իրար հետ այնպես են կռիվանում, եկեղեցիներ մեկ-մեկ այնց կռիվներ ես տեսնում, որ ուզում ես ասես, ինչի համար ես եկել։ Մենք կռիվ ենք անում նույնիսկ մոմը վառելու համար,
մենք հիմա ունենք այնպիսի մատուրներ, որ գնում են այնտեղ կռիվ են անում, չէ, իմ մոմը պետք է ավելի բարձր լինի, եթե իմ մոմը 10 հատ այսպես փաթաթած լինի, ուրեմն իմ խոսքը ավելի լավ է Աստծուն հասնելու, կամ մոմը դնում ենք ու փախնում ենք։ Մինչդեռ այդ մոմը դրեցի, մի հատ կանգնի, տես, ոնց է վառվում, հասկացի, նպատակդ ինչ ես դնում, թե մենակ Ֆերարիների համար ենք ուզում մոմերը վառել։ Նյութականը մեր կյանքի մեջ շատ է մտել, վախը շատ է մտել։ Եվ մի կողմ դնենք յոգան, մի կողմ դնենք քրիստոնեությունը։ Մենք սկի չենք հասկանում մենք ոնց ենք աշխատում, ուր մնաց գաղափարական տես տարբեր բաների հետևից ենք։ Դրա համար հազար ու մի շարլատան է գալիս։ Կարա մեկ ասի ես յոգ եմ, այն մեկ կարա ասի ես կախարդ եմ, այն մեկը ասի ես գիտեք, այս վերջերս մեկին տեսա, քրիստոնյա եմ, բայց ասենք սենց ինչ որ թագերով, բաներով, աստղերով ես իմ դպրոցն եմ սարքել։ Ամենտեղ ամենուր մասնատում է գնում, բայց կլինի միավորվենք։ Այ հենց այդ միավորման գաղափարն է, ինչու չենք ուզում միավորվել։ Հասկացանք, լավ, տարբեր գաղափարներ ունենք, բայց մի հատ գաղափար կա, չէ՞ որ բոլորս կանք, մենք ուզում ենք ապրենք։ Ուզում ենք ապրենք, ուզում ենք ապրենք։ Եթե չուզենայինք ապրել, հենց հիմա այստեղ չենք լինի։ Մենք բոլորը շնչում ենք։ Ինչ տարբերություն, ես ոնց եմ շնչում։ Բայց բոլորս նույն օդն ենք շնչում։ Սվետլանա, մի հարց էլ ունեմ, դուք 3 փոքր երեխաների մայր եք։ Այո։ Հիմա այս աշխատանքը, հղիների հետ աշխատանքը, դուլա լինելը, ձեզ ասենք գիշերը զանգում են, կանչում են, դուք այդ ոնց եք համատեղում երեխաների հետ։ Իմ ամենաառաջին ծննդաբերությանը մասնակցելու փորձը եղել է ընտանիքին չի խանգարում։ Այ հենց այն ժամանակ, երբ երեխաս 8 ամսական էր, եւ դրանից հետո կեսուր մայրիկս ինձ հարցրեց. Ինչ ես կարծում, առանց քեզ չեն ծննդաբերելու։ Ասեցի, մամ, անպայման ծննդաբերելու են, իհարկե ծննդաբերելու են, բայց թե ոնց են ծննդաբերելու, հարցը այդտեղ է։ Եվ այն աղջիկը, որը ծննդաբերում էր, իր մայրիկը չկար, մահացել էր։ Եվ երբ նա զանգեց, այնքան վախվորած էր, այնքան կորած էր, այդ պահին չգիտեր ինչ աներ, եւ առաջին բանը, որ արեց, զանգեց ինձ։ Երբ զանգեց, շատ պատահական, այդտեղ եմ շատ պատահական հայտնվել, սակայն ոչինչ պատահական չի լինում։ Եվ երբ տեսա այդ հրաշքը, արտասվեցի, որովհետև երբ դու տեսնում ես, որ մարդ է ծնվում, այնքան բերկրանք կա այդտեղ, դու հասկանում ես, որ ոչինչ կորած չէ, որովհետև նոր կյանք է գալիս։ Ու դու հենց այդ կյանքի հրաշքն ես տեսնում, այդ պահին, ոնց է գալիս, հետո այդ հոտը, այդ հպումը, այդ նոր կյանքին անհնար է բացատրել, ուղղակի բառերով չես կարող բացատրել։ Հետո գալիս են դաստիարակությունը եւ այլն, բայց այդ պահին ես էլի հույս եմ ունենում, որ ահա եկել է այն փրկիչը, որ մեզ բոլորիս կսովորեցնի ի վերջո, որն է կյանքի իմաստը, այն է ապրելը։ Սա ինչու լույս կոչեցիք ձեր կենտրոնը։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Տարիներ առաջ մի հեքիաթ դպրոցական տարիներին մտել էր մեջս, մի հեքիաթ էր, որտեղ պապան հայրը արդեն մահանում էր եւ 3 տղա երեխաներ ուներ, ասում է գնացեք եւ ինչ որ մի բան բերեք, որ հասկանամ ով է լինելու իմ հետնորդը, մեծը գնում է ինչ որ մի մեծ բան է բերում, երկրորդը գնում է մեկ այլ բան է բերում, ինչ որ իրեր են բերում։ Եվ երրորդը գնում է դափ-դատարկ գալիս է, ասում է դու ինչ ես բերել, ասում է լույս եմ բերել։ Ասում է ինչ տեսքով, ասում է գիտելիքի տեսքով։ Լույս եմ բերել, որ տարածեմ, որովհետև գիտելիքը ամենաանգին բանն է, որ կարող ենք տարածել։ Լույսը հենց այդ իմաստով, գիտելիքի իմաստով, ես լույս եմ տարածում, գիտելիք եմ տարածում։ Ով կարողանում է, հասկանում է, ով ոչ, ինչ ասես։ Ցանկացողները դուք ինչ վիճակագրություն ունեք, տարեց տարի ավելանում են այդ լույսի եւ գիտելիքի հետևորդները։ Գիտեք, Լուիզա, այնպես ինչպես փողը, այդպես էլ գիտելիքը ամեն մեկին տրված չէ։ Ու երբեք շատ չի լինում։ Ու երբեք շատ չի լինում, բայց լինում է այնքան, որքան որ մեզ է հարկավոր։ Այն մարդիկ, որոնք կարիք ունեն, անպայման կգտնեն ինձ, այն մարդիկ, որոնք նպատակ ունեն, անպայման միջոց կգտնեն փողի տեսքով կամ այլ մարդկանց փողերի տեսքով, որպեսզի իրենց նպատակները իրականացնեն։ Սվետլանա Ավագյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Շնչել եւ շնչել սովորեցնել։ Հայրենիքը ձեզ համար ես եմ ու իմ ընտանիքը։ Ըստ հաղորդման ձևաչափի ավարտին
մի այսպիսի հնարավորություն ունենք։ Դուք կարող եք ինձ մի հարց ուղղել, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք նաև ունենք այդ հնարավորությունը եւ ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին, եթե ունեք հարց։ Ինչ կփոխեիք ձեր կյանքում, եթե ձեզ հնարավորություն տրվեր այդ հարցը փոխել։ Նու այդ հարցը չէ, բայց այդ բանը փոխել, եթե կա նմանատիպ բան։ Այսինքն ապրածս կյանքում ինչ կփոխեի։ Դե այո, ինչ օրես։ Դե Սվետլանա ջան, եթե հնարավորություն ունենայի, այնպես կանեի, որ հայրս մի քիչ երկար ապրեր եւ այսօր նորից կարողանայի վայելել նրա ներկայությունը։ Մնացած բոլոր հարցերում ինչ դժվար, լավ ու վատ օրեր Աստված ինձ տվել է եւ չի տվել, հաշտեմ իմ կյանքի, իմ ճակատագրի հետ եւ ամեն ինչից էլ շնորհակալ եմ, բայց հայրիկիս ներկայությունը, որը շատ շուտ է ընդհատվել կյանքը, դա եթե հնարավորություն ունենայի, միակ բանն էր, որ կփոխեի իմ ապրած կյանքում։ Շատ լավ պատասխաններ, եթե կուզեք, ես ձեզ կարող եմ մի փոքր օգնել այդ հարցում, մի փոքր։ Հայրը մեր օրգանիզմում դա մեր երկու գեղձ ունենք, որոնք շատ կարևոր գեղձեր են։ Մեկը հիպոֆիզն է, մյուսը էպիֆիզը։ Հայրը էպիֆիզի տեսքով է արտահայտվում մեր մարմնում եւ մայրը հիպոֆիզի։ Հիպոֆիզը այն է, որը բոլոր գեղձերին ղեկավարում է, եւ էպիֆիզը այն է, որ լուր, ասում է, հիմա աշուն է, բոլորը պատրաստվեք, բոլոր պատրաստվում են, որ հիմա աշուն է, հիպոֆիզը ասում է, դե ժողովուրդ պատրաստվեք, վահանաձև գեղձ, հիպոֆիզը ասում է, վահանաձև գեղձ պատրաստվի, աշուն է եկել, այնտեղ, չգիտեմ, ենթաստամոքսային պատրաստվի, ձվարաներ պատրաստվեք եւ այլն։ Մակերիկամներ պատրաստվեք եւ էպիֆիզը ասում է, հիմա ժողովուրդ ամառ է կամ հիմա գիշեր է, հիմա առավոտ է։ Այդ գաղափարը, որը հայրը մեր կյանքում բերել է, նույնիսկ եթե նույնիսկ հայրերը շուտ են գնում, ես էլ եմ կորցրել հորս բավական շուտ եւ դրա համար գիտեմ ու երևի թե նաեւ այս ամբողջ զարգացումը նրա համար է, որ ի վերջո գտնեմ այդ հորը իմ մեջ։ Դա այն է, որ մենք հասկանանք, որ անկախ նրանից, որքան են նրանք եղել, այդ գլխավոր սերմը տվել են մեր մեջ, դրել են մեր մեջ։ Դա այն է, ինչի համար այդ արժեքները, որով որ մենք ապրում ենք այս կյանքում։ Ինչքան դուք ձեր արժեքները, այն արժեքները, որ ձեր հայրը փոխանցել է ձեզ, պահպանեք, այդքան ձեր հորը մշտապես ձեր սրտում, ձեր մտքում այստեղ միշտ կպահեք իր կետում։ Այնպես որ տարածեք ձեր արժեքները։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի Սվետլանա, շնորհակալ եմ այս զրույցի համար, հետաքրքիր, իր տեսակով յուրօրինակ, ես այսպիսի հյուր չէի ունեցել դեռ, այս գիտելիքների, այս նորությունների վերաբերյալ կարծում եմ, որ հիմա հեռուստադիտողը եւ հատկապես կանայք իրենք ամեն մեկը իրեն հետաքրքրող ինչ-որ մի բան գտնելու է այս զրույցում, համենայն դեպս ինձ համար արած հետևությունները այն է, որ դուք այս ձեր գիտելիքների շնորհիվ հիմա յոգան, թե ֆիզիկական դաստիարակության դասերը համալսարանում առաջինը ուրեմն ասում եք նրա մասին, որ մարդը պետք է ապրի եւ պիտի միասնական լինի ինքը իր հետ առաջի հերթին։ Մենք ծնվում ենք մարդ, բայց դառնալ մարդ եւ մնալ մարդ ամենաբարդն է։ Պետք է հիշենք, որ մենք ասուն կենդանիներ ենք, մարդ ենք։ Եվ պետք է մնանք ասում կենդանիներ, այլ ոչ թե։ Դե ուրեմն պետք է մաղթենք բոլորին, որ ամեն մարդ ճանապարհը ինքը պետք է ընտրի, ինչ ճանապարհով։ Մեկը դա գիրք կարդալով է գտնում այդ ներդաշնակությունը, մյուսը երկար եկեղեցում նստելով, երրորդը չգիտեմ ինչու, բայց կարևորը ուրեմն փաստորեն եթե շատերը գտնեն դա, հասարակությունը առաջին հերթին դառնա ներդաշնակ ամեն մարդ ինքը իր հետ, մենք էլ երևի կապրենք ավելի հաշտ, համերաշխ, հանդարտ հասարակության մեջ եւ մեր կյանքն էլ ավելի լուսավոր կդառնա։ Իդեպ հենց հասարակությունը նաեւ զարգացել է, որովհետեւ մենք սովորել ենք միասին ապրել, ոչ թե առանձնյակներ լինել, այլ միասին ապրել։ Եվ միասին առաջ տանել նաև գլխավոր նպատակները, մեր գլխավոր գաղափարները, աստվածային գաղափարները, վերևից տեսնելու մեր ունակությունը,
Եվ այդ հասարակության միասնական լինելը առողջություն է, հասարակությունը օրգանիզմի նման է։ Մենք պետք է փորձենք հենց օրգանիզմում եթե հիվանդություն կա, նույնը նաև կտեսնենք հասարակության մեջ։ Մենք եւս կարիք ունենք մշտապես լինել հավաք, ճիշտ այնպես ինչպես մեր եթե մենք ուզում ենք լինել առողջ, նաև հասարակության մեջ էլ այդ միասնությունը տեսնենք։ Սվետլանա, ես բոլորին այդ հարցներ եմ տալիս, բայց չգիտեմ ինչի ձեր պարագայում այդ հարցը շրջանցեցի, որովհետև դուք արդեն այնքան ազատ բաներից խոսեք։ Դուք երևի թե կարծրատիպ չունեք, հա, ոչ մի տեսակի ձեր կյանքում։ Չէ, ունեմ, իհարկե ունեմ, այ հենց հիմա աշխատում եմ այդ կարծրատիպերի հետ, ջղայնանալու մասին եմ մտածում, շատ եմ մտածում, քննադատության մասին եմ մտածում, ջղայնանալու, մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ ինչ հետաքրքիր է, երբ որ ես ջղայնանում եմ կամ քննադատում եմ ինչ-որ մեկին, ես կարծես թե տալիս եմ այդ թելը կառավարման, այդ ուրիշի ձեռքը պատասխանատվությունը իմ կյանքի։ Դրա համար որոշել եմ այլևս չբարկանալ։ Ոչ թե չբարկանալ, այլ չքննադատել, որովհետև երբ որ ինչ-որ մեկին քննադատում ես կամ բամբասում ես կամ ինչ-որ մի բան ես ասում կամ մեղքը գցում ես իր գրպանը, այսպես ասած, մենք ավտոմատ նրան դարձնում ենք մեր կյանքի կառավարիչը։ Չէ, թե չէ ես մարդ եմ, եթե նմանատիպ կարծրատիպեր չունենա, հիմա երևի թե Դե ուրեմն ասում են նիսուդի, դա նիսուդին բուդիշ, ուրեմն մի քննադատեք սրանից հետ։ միանշանակ, պետք է քննադատել։ Կյանքը սեր է, սերը կյանք, կյանքը կա, անկախ նրանից, ես կամ թե ոչ։ Ուստի թող քո կյանքը լինի այնպես, որ կյանքը տա եւ ապրեցնի, շունչ տա եւ շնչեցնի։ Այսպիսին էր Սվետլանա Ավագյանը առանց կարծրատիպերի։ Սվետլանան կարծում է, որ կարծրատիպեր ունեն բոլորը, պարզապես պետք է հասկանան, վերհանեն եւ փորձեն հաղթահարել դրանք։ Իսկ դուք ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։